Սիրելի ունգընտիրներ, բարի երեկո, բանացայն են։ Ահավասիկ դարձյալ չորեքշաբթի է եւ ձեր բոլորին կողմէ սպասված թիմանագար հայդակրին ժամն է։ Ամեն չորեքշաբթի թիմանագար հաղորդաշարով մենք կհանդիպենք միասնապար ծանոթանալու այնպիսի անձնավորություններու, որոնց կյանքը մեզի կսորվեցնե հաղթահարել դժվարություններ եւ գերտել հաջողություն։ Թիմանագար հայդակրին գրնակ հետևիլ վանացայնի գայքեչով voiceof.net Ինչպես նաև ցուցային հերացայինի Radio Voice of One Live ծրագիրով եւ ուղղակիորեն թիմադեդրի մեր էջով։ Հարգելիներ, այսօր թիմանագար հայդակիրը գհյուրընկալ է բացառիկ անձնավորությունը, որուն անունը դարձած է հայ մշակույթի գենթանի խորհրդանիշներեն մեկը։ Ան Հայաստանի Հանրապետության ժողովրդական եւ վաստակավոր արվեստագետ միջազգային մրցույթներու թափնեգիր աշխարհի դաստիարակ երկիրներու փեմեն հնչած հայկական կանոնի անզուգական մեկնաբան Հասմիկ Լեյլոյանն է։ Անոր ցերկերու մեջ կանոնը չի սահմանափակվիր իբրև գործիք, այլ անգվերածվի պատմության, ըսկացումներու եւ հայ հոգիի գենթանի լեզվի։ Իր նորարար մտածողությամբ եւ ստեղծագործ ուղիով անհիմնած է կատարողական նոր դպրոցը, բացած է նոր հորիզոններ հայկական կանոնին համար եւ սերունդներ գրթած է ոչ միայն իբրև ուսուցիչ, այլ նաեւ եղած է ներշնչման աղբյուր։ Բայց այսօր մենք պիտի հանդիպենք ոչ միայն մեծ արվեստագետին, այլ նաեւ այն մարդուն, որ այդ երաժշտության հետ կանգնած է իր պատմությամբ, ստեղծագործություններով եւ զորավոր անհատականությամբ։ Բարի եկած եք Տիգին Հասմիկ, Տիգին Լեյլոյան, ինչպես եք։ Բարև ձեզ, շատ լավ, դուք ինչպես եք։ Լավ ենք, շնորհակալ ենք այս արիթին համար։ Ես էլ շատ ուրախ եմ ծանոթանալու եւ շփվելու ձեր հետ։ Շնորհակալություն։ Տիգին Լեյլոյան, այն փոքրիկ աղջիկը, որ այսօր դարձած է կանոնի թակուհի, ինչպեսի մանկություն ունեցած է։ Ինչպես կրնակ նկարագրել այն մթնոլորտը, որու մեջ դուք հասակ արիք։ Օ, ինչ անսպասելի հարց է, որ սկսեմ հիշել մանկությունս։ Իհարկե Փարք Աստծո երջանիկ մանկություն եմ ունեցել ծնողների հետ միասին, մեծ ընտանիքով, անգամ տատիկի հետ ապրելով, ծնողներիս հետ, քույր եղբայրների հետ ապրելով, ինձ թվում է այդ ամեն ինչը, այդ բոլորը իմ կյանքում թողել են իրենց ջերմ հիշողությունը ու իմ կյանքի զարգացում, քանի որ երբ երաժշտության ես գնացել եմ, իմ եղբայրն էլ երաժիշտ եղել ու ինքը իմ այդ կայանալու, երաժշտության մեջ կայանալու գործում իր ներդրումը ունի։ Ահա։ Իսկ դուք կհիշեք առաջին հանդիպումը կանոնին հետ եւ այն առաջին հնչյունները, որոնք փոխեցին ձեր ուղին։ Իհարկե հիշում եմ, ես երաժշտության գնացել եմ կանոնի հայրիկիս ցանկությամբ, ծնողներիս ցանկությամբ, որ ինքը ուզում էր, որ իր երեխաները երաժշտության հետ կապ ունենան։ Իհարկե չգիտեր այն ժամանակ, որ ես անպայման մասնագիտություններ կընտրեմ երաժշտությունը, բայց ցանկությունը նա էր, որ իր երեխաները բոլորը ունենային երաժշտական կրթություն։ Ահա։ Ու երբ որ գնացի առաջի մի տարին ես եղել եմ Պիոներ պալատ էր կոչվում, խմբակում եմ մտել սովորելու, բայց չեմ ունեցել գործիք։ Ընկերուհիներիս գործիքներով էի դասի ժամանակ նվագում, իսկ տանը պարապում էի, ինքս ինձ համար սարքել էի մի հատ կանոնի նման տեղ, որի վրա պարապում էի նոտաները հիշելով, որ գործիքը որ վերցնեմ, կարողանամ այդ գործիքով նվագել։
Այդ ձևի սկսել եմ, բայց իհարկե մի տարի հետո ծնողներս ամեն ինչ արեցին, որ ես ունենամ կանոն եւ ունեցա ամենալավ կանոնը, շատ թանկ գնով գնեցին, շատ ամենալավ վարպետի գործիքը, որը շատ երկար տարիներ ես արդեն կայացել էի որպես երաժիշտ եւ այդ գործիքներին ձերքը հետագայում իհարկե արդեն ես ֆիլհարմոնիայի սոլիստ էի, բայց ունեի այդ առաջի գործիքներին Այո, այո, իսկ ուրեմն ինչպես դուք ընթացքում արդեն ունեցա մի քանի գործիք։ անշուշտ, իսկ ուրեմն ձեր եղբայրն էր, որ մեծապես գերդեց ձեր երաժշտական այս ընթացքը, իր մեջ դուք ներշնչվեցաք, ինչ ձևով ինքը գրծավ Այո, օգտակար լացեզի եւ ինչ բան փոխեց ձեր մեջ։ հա ես դե sense մի բան կար ինքը արդեն երաշտական ուսումնարան էր սովորում մեծ էր ինձանից 9 տարի Ահա, ինձ շատ բարդ գործեր էր տալիս տանը պարապելուց հա ես երաշտական դպրոց ընդունվեցի ասեմ որ միանգամից երրորդ դասարան ընդունեցին երբ որ տարավ քննության որ ես այո, ընդունեցի ու հետո էլ երկու տարում ավարտեցի այդ 5 տարվա ծրագիրը այդ երկու տարում ավարտեցի այսինքն դա այն հաջողություններն էր որ ես արդեն արագ կարողացել էի ընթացք, այո, ստեղծել առաջ գնալ ու ավելի լավ ինձ կարողանայի ներկայացնել ինքը ուսումնարանում երբ որ սովորում էր ինձ դասական գործեր էր տալիս նվագելու ծանոթացնելով այդ բարդ ստեղծագործությունների բաների որ ինձ համար այդ ժամանակ իհարկե բարդ բաներ էին ու ասում էր գիտես այս ստեղծագործությունը մեզ մոտ նվագում են կանոնահարները ու շատ լավ հեշտ նվագում են ես մտածում էի, դե եթե ուրիշը կարող է, ուրեմն ես էլ կարող եմ։ այո, Իսկապես ստացվում էր, որ ես հաղթահարում էի այդ դժվարությունները, իսկ այդ հաղթահարելը արդեն օգնում էր ինձ ավելի առաջ գնալու, այո, ավելի շատ բան սովորելու, ավելի հեշտ կարողանալ հասկանալ ու առաջընթաց ունենալ իմ երաժշտության մեջ ու հետաքրքրությունը ավելի շատ էր լինում։ լավ, Դիգի Լեյլոյան, իսկ Եվ դենց իհարկե այո, հրամեցեք, հրամեցեք, այդ ձևով շարունակվեց արդեն եկավ այն տարիքը, որ ես կարող էի երաժշտական ուսումնարան գնալ Ռոմանոս Մելիքյանի, որոնք հիմա քոլեջ են կոչվում, այն ժամանակ երաժշտական ուսումնարաններ էին կոչվում, որից հետո կարող էիր աշխատել, դասավանդել արդեն։ այո, Եվ այդ ընդունելության ժամանակ էլ շատ մեծ հաջողություն եղավ, երևի հենց եղբորս տված այդ դասընթացներ, որ ճիշտ է, ես դպրոցում ունեի դասատու, բայց եղբայրս կարծես մի ուրիշ ձև էր ուշադրություն դարձնում ու ավելի ճիշտ ձևով էր ես ոչ թե նվագում էի սովորական ծրագիրը դպրոցի, այլ նվագում էի ավելի բարդ հարց, ստեղծագործություններ, որոնք հա դպրոցի համար դա ծրագրում չէր, էլի։ այո, Եվ ուսումնարանը ընդունվելուց շատ մեծ հաջողություն եղավ, որ ինձ երբ որ լսեցին քննության ժամանակ, ասեցին, որ եղբորս հրավիրեց տնօրենը այդ ժամանակ քննության ժամանակ ներս ու ասեց, որ ինձ այդ բաժնում սովորելու կարիքը չկա, որովհետև ինչով որ ես պետքա 4 տարի հետո ավարտեմ այո, ես այդ ծրագրով ընդունվում եմ։ Դրա համար ինձ առաջարկեցին սովորել ուրիշ բաժնում, կամ տեսական բաժին, կամ դիրիժորության եւ այլն, բայց մենք եղբայրս դե ասեց, որ կմտածենք, կասենք մի շաբաթ ժամանակ էին տվել մինչև քննությունների վերջ, որ ես որոշեմ, որ բաժինը ժողովրդիկների կանոնն եմ շարունակում, թե փոխում եմ ուրիշ բաժին
Հետո ես ասեցի, չէ, ես ուզում եմ մնամ այդ բաժնում, բայց կարծում եմ, որ շատ փոփոխություններ կարելի է անել այս մասնագիտության մեջ։ Այո, Փառք Աստծո ստացվեց, որ իսկապես այդ տարիքից կար իմ մեջ այդ մտածելակերպը, որ պետք է իրան ավելի զարգացնել այդ զարգացնել, գործիքը։ այո, Ու դրա շնորհիվ երևի ստեղծվեց դասական գործերի փոխադրությունները, այո, կատարումները, հետագայում այդ գրքերի ստեղծվելը այդ այո։ ծրագրերի վրա ու շատ Դիգինոյան, բարդ գործերի նվագելը։ այո, այո, դիգին Լեյլոյան, ուրիշ հարցումը։ Արդյոք գարձեմ ինչ որ գիտենք, դուք եղած եք Խաչատուր Ավետիսյանի ուսանողը, որքան Այո, բախտավոր կզգաք դուք ձեզի, որ դուք եղած եք մեծ երաժիշտ Խաչատուր Ավետիսյանի շատ աշակերտը։ Կարելի է պատմել մեզ ձեր առաջին հանդիպումի մասին, կամ ուսանողական տարիներուց էր հարաբերության մասին, աշխատանքի մասին։ իհարկե ես մինչև կոնսերվատորիայում բաժինը բացվելը ես աշխատում էի արդեն ուսումնարանից հետո երևի այդտեղից սկսեմ, հա, Այո, որ ուսումնարանն ավարտելուց հետո ես նվագեցի կանոնով մենահամերգ։ Եղավ իմ առաջին մենահամերգը, որտեղ նվագում էի, ինչպես ասեցի, շատ բարդ գործեր, Սարասատե գնչողական մեղեդիները, Շոպեն վալս, Շոպեն մազուրկա, Ալբենիս, Դեֆալյա, Սենսանս ինտրոդուկցիա Ռոնդո Կապրիչոզո, այո, նման շատ գործեր, որոնք դրանք հեշտ դրանք չէր նվագել, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից այնպիսի գործեր, որ մինչև այդ կանոնով չէր չէր կատարվում, նվագված, այո, չէր նվագված։ Եվ վայ այո, ոնց անջատեմ մի րոպե, այստեղ զանգ ա գալիս։ Ահա։ Չընդհատեց բանը, հարց չկա, մենք կշտկենք։ հա, ես հիմա ինչ անեմ։ Դուք շարունակեցեք ձեր նյութը։ Ահա։ No, այդ փոխվեցավ ձեր, եղավ, Ահա։ շարունակեցեք։ Այդպիսի բարդ գործեր ով ես կարողացա առաջի մենահամերգը իմ ներկայացնել, որը մինչև այդ չէր եղել կանոնով երկու բաժին, դա լրիվ նորություն էր եւ շատ մեծ պատասխանատվություն ու ռիսկ Այո, համարձակություն, որ պետք է այդ ձևի այդպիսի ծրագրով դուրս գայ եւ դրանից հետո ինձ եւ այլն մասնակցելը ստանալը առաջի կարգի դիպլոմ, ոսկե մեդալ, այս ձևի գործունեության մեջի ինձ հրավիրեցին աշխատելու ֆիլհարմոնիայում որպես մենակատար։ ըհը, Ինչ երբեք չի եղել մենակատար կանոնի ու միակը մինչև ֆիլհարմոնիայի այդ ծրագրերի վերջը միակը ես եմ եղել, որտեղ այնտեղ պետքա անընդհատ ծրագիրը իր համերգների ներկայացնելիք հայ արվեստի վարպետների համերգներին մասնակցեիր ու ունենայր ասելիք։ Ես ինչ որ բաներ ա գալիս, կարող եմ անջատեմ ինչ որ չի խանգարում այդ ձայնագրությանը։ մենք կշտկենք, եթե Հա, կլինի, հա, որ մենք կարող ենք գրայից շտկել։ նորից բան եկավ, Թե, օքեյ, հարց չկա, մի վարգյան, այո, շարունակենք։ ահա։ Ու ես դարձա բան ֆիլհարմոնիայի մենակատար, որտեղ հանդիպեցի նաև Խաչատուր Ավետիսյանին, որն այդ ժամանակ ղեկավարում էր Հայաստանի պարիպետականի օրկեստրային մասը։ Այո, Եվ այդ ընթացքում, որ մենք փաստորեն երկուսս աշխատում էինք նույն ֆիլհարմոնիայում, ինքը իրեն նշանակեցին հետագայում երկի բարի անսամբլի գեղարվեստական ղեկավար։
Այդ ժամանակ ինքը դիմեց ինձ ու հրավիրեց անպայման աշխատելու երկիպարի անսամբլում։ Ես չէի համաձայնում, քանի որ ես ունեի իմ ծրագիրը, համերգները, ինձ համար այդ շատ զբաղվածություն էր, քանի այդ ընթացքում նաև ինձ ընտրել էին Սայուս կոնցերտ Մոսկվայում կար Սայուս կոնցերտ, որտեղ ես նորից ընտրված էի որպես մենակատար։ Մենակատար։ Այո, որ սովետական միությունից, որ ուղարկում էին տարբեր հանրապետություններից կատարողներ, ես ընդգրկված էի այդ գրուպայի մեջ, Այո, Հայաստանը ներկայացնող։ Մենք արդեն ծանոթացել էինք փաստորեն Խաչատուր Ավետիսյանի հետ ու ես իհարկե շատ երկար չուզեցի աշխատել, քանի որ խանգարում էր, ինքը չնայած խոսք էր տվել, որ չի խանգարի այդ համերգները կամ փորձերը իմ դերասանան։ գործունեությանը, հա, բայց դրա հետ միասին ես համել 16 տարեկանից սկսել էի դասավանդել, Այո, ամեն ինչի շատ շուտ ստացվել այո, էլի, որ ու ես արդեն ժամանակը ոչ մի ձևով չէր բավարարում, որ կարողանայի անսամբլի հետ էլ այդքան նվագել, ժամանակ գործել։ այո, Շատ հետաքրքիր բան եղավ, ես իհարկե բանը դիմումը գրեցի, որ խնդրում եմ ինձ դուրս գամ այդ բանը երկիպարի անսամբլից, ինքը ոչ մի կերպ չէր ուզում համաձայնվել ու ես էլ չգնացի գործի, մի քանի ամիս հետո նորից զանգեց, մենք ձայնագրություն ունենք անելու ու շատ ուզում եմ, որ դու մասնակցես այդ ձայնագրությանը, գնացի այդ ձայնագրությունները արեցի, քանի որ ինքը խնդրել էր, բանը ինքը նորից ասեց, որ վաղվանից սպասում եմ, որ գաս մեր բանը աշխատանքի մեզ մոտ, ասեցի չէ, չեմ կարողանա, մերժեցի իրեն, բայց դա ոչ թե ուղակի չհարգելով, այլ իսկապես չէի կարող։ Մի քանի ամիս հետո կոնսերվատորիայում, թե մի տարի հետո այդ ամեն ինչից, կոնսերվատորիայում բացվեց ժողովրդիկների ամբիոնը, որտեղ հենց այսինքն Խաչատուր Ավետիսյանն էր ղեկավարը, իր շնորհիվ բացվեց մեր ամբիոն, ամբիոնը ժողովրդիկների, որը շատ մեծ առաջադիմություն էր, որ կարող էին ժողովրդական գործիքները ավարտեին բարձրագույն Արտակուն, հաստատությունը կոնսերվատորիան, որի համար իհարկե շատ շնորհակալ եմ որպես երաժիշտ, որ Խաչատուր Ավետիսյանը այդ մեծ գործը կարողացավ անել մեր ազգային երաժշտության համար։ այո, Եվ իհարկե ինքը արդեն իմ դասախոսը եղավ կոնսերվատորիայում, շատ ինքը յուրահատուկ մարդ էր, իր երաժշտությունից էլ է դա երևում, իր ստեղծագործություններից էլ է դա երևում, հատուկ զգացմունքների, երաժշտական զգացմունքների ու ճաշակի տեր մարդ, եւ այդ ամեն ինչը իհարկե գալիս նաեւ իմ երաժշտական զարգացման մեջ էր զգացվում նենց հետարքիր եմ մի բան ասեմ էլի, այո, հենց հիմա տելևիզորով ցույց են տալիս իմ ուսանողները, իմ ասամբլը, որ շատ մեծ միջոցառման էին, պատահական հիմա տեսա, որ բանն են ցույց տալիս։ ձեզ կշնորհավորենք, ձեր ուսանողներում, Միջազգային մի հատ միջոցառում էր այս վերջերս գինու եւ մշակույթի համադրության Գառնիում էր էլ այդ բանը, այո, դա շարունակեմ։ Տիկին Լեյլոյան, շատ լավ, իսկ շատեր գրնային կանոն նվագել, բայց ան ինչ որ դուք ստեղծեցիք, բոլորովին նոր դպրոց դարձավ, ինչպես Այո։ ձևավորվեցավ ձեր այդ սեփական ոճը, Ես ասեցի, որ փոքրուց եղբորը շնորհիվ ես ծանոթացա դասական երաժշտությանը եւ այնպիսի գործերի կատարմանը, որ
կանոնով մինչև այդ ժամանակ չէր եղել, բայց այո, որպեսզի հաղթահարես այդ գործերը, կարող պետքա գտնել ձևեր, որ կարողանաս հաղթահարես այդ ստեղծագործությունը, քանի որ այդ գործերը, դասական գործերը գրված չէր կանոնի այո, փոխադրումներ պետք է աներ, համար, այդ գործիքով կարողանալ փոխադրումները անում ես ու տեխնիկապես ինքը կանոնի համար չի այո, նախատեսված դրա համար ջութակի համար, դաշնամուրի համար, գիտարի համար ու այդ դժվարությունները ները որ ուրիշ են ու ավելի մեծ դու կարող բան հաղթահարես որ նվագես կանոնով այն էլ այն դեպքում որ կանոնը գիտեք արդեն կիսատոնները ստանում ենք ձեր այո, քով լինեք որ կիսատոները մենք նվագելու ժամանակ ենք ստանում այդ դժվարությունները որ կարողանաս հաղթահարել դրա համար ստեղծվեցին կատարողական նոր ձևեր իմ կողմից տեխնիկայի զարգացման նոր կատարման ձևեր այո, մենք մինչև այդ նվագում ենք օրինակ 4 ձայնով ակորդը ես Ալբենիս լեգենդը նվագելուց 7 ձայնը օգտագործեցի ու կարողացա մտածել որ պետքա այ սենց օգտագործվի մյուս մատերն էլ ես հիմա մասնագիտական նրբություններ եմ ասում չգիտեմ այո, ինչ հետարքիր կլինի, բայց համենայն դեպս բան է, կամ ջութակով երբ որ ֆլաժոլետային այդ հնչողություն են ստանում իրանց կատարման այո, ձևի մեջ է մտնում, ես կանոնի վրա գտնում էի որ մասում պետք է այդ նոտաները վերցնեմ, որ հնչողությունը տարբերվի նմանվի ջութակի այդ ձայնին դաշնամուրի համար օրինակ Շոպեն 7-րդ վալսը, որ ամբողջ ծիղ խրոմատիկ մասեր կա կամ իր այդ 25-րդ մազուրկան գտնում էի ոնց կարող եմ ես այդ կիսատոները վերցնել, որպեսզի չխանգարի երաժշտությանը եւ ստացվի լավ ստացվի, նվագելը այո, այո, Այսինքն ինստինկտյան արդեն զարգացնում էի այդ կատարման ձևերը այո, ինստինկտյան որ հաղթահարում ես ու այո, դա բաներ լավ, նոր ձևեր նոր տեխնիկայի այս ճամփում հաղթաբերում մեջ Տիգին Հասմիկ, այս ճամփում մեջ թիմադրության հանդիպեցաք կամ բարձրապես միան հիացմունքի հանդիպեցաք։ չէ, իհարկե ամբողջ կյանքում է դա եղել, ոչ բոլորն են, որ ընդունել են, չէին պատկերացնում, Այո, որ կանոնով պետք է նվագես այդ ինչպես դասականը արձագանքեցին այս բոլոր աշխատանքին։ Իհարկե կային մարդիկ, որ հիացած էին, կային մարդիկ զարմացած էին, կային մարդիկ չէին պատկերացնում, մինչև չէին լսում, բայց եւ կային մարդիկ, որ ասում էին, բայց ինչի պետք է կանոնով նվագեն այդ բանը։ Հետագայում իհարկե երբ որ դու անում ես մի բան որակով, այդ ժամանակ չեն կարող ինչ որ ժամանակ դեմ գնալով հետո համոզվում են ու Այո, գնահատում են այո, ուղղակի սենց մի բան կար որ ասում էին ժողովրդական գործիքով ինչի բանը ինչ դասական երաժշտություն սխալ մտածելակերպ էլի այսինքն մարդիկ որոնք ժամանակը առաջ չէին կարողանում մտածել բան էին բան պահպանողական, պահպանողական էին, այո, հա, ու չէին պատկերացնում, որ ժամանակ է փոխվում, որ մտածելակերպ է փոխվում, որ կարելի է սենց էլ լինի, դժվար էին ընդունում այո, դա։ այո, Եվ այն մարդիկ, ովքեր, որ իրենք չեն կարող անել, դրանք էլ կարող են չընդունել, որովհետև
իրենք դա չեն կարողանում։ Շատ ճիշտ եք։ Իսկ հատուկ աշխատանք դարիք կանոնի տարածման համար։ Պատրաստեցիք մանկավարժական գիրքեր, Այո։ արձանագրեցիք ձայնասկավառակներ եւ այդ բոլորը ինը բաստ հայ ուսանողին եւ հայ երաժիշտին համար։ Ինչ էին դժվարությունները։ Ա, Շարունակելով այդ միտքը, որ այդ գործերը ըստ երբ որ հաղթարեցի, նվագեցի, այդ դասական գործերի տեխնիկապես բարդ ստեղծագործությունները, ստեղծվեց արդեն առաջի այդ քայլը տեխնիկայի զարգացման դասագիրքը։ Ահա, Իսկ դա շատ կարևոր է, որպեսզի երեխան ոչ թե տանջվի, որ կարողանա նվագել, այլ ինքը արդեն ձևը իմանա, ոնց պետքա այո, մեթոդիկա, այո, որ ինչպես կարելի է տեխնիկան արագ զարգացնել, որպեսզի հաճելի լինի նվագելը, ոչ թե տանջալից լինի։ շատ ճիշտ։ Եվ դրա հետ միասին, երբ որ ես սկսեցի կանոնի հաճախել, մենք չունեինք ոչ մի դասագիրք, ոչ մի տպագրված նոտաներ, ամբողջը ձեռագիր էր։ Մեկը մյուսին փոխանցում էր ձեռագրով, դու Այո, վերցնում էիր, արտագրում էիր, սովորում էիր։ Իմ այդ սովորելու տարիներին իհարկե Խաչատուր Ավետիսյանը ստեղծեց առաջի ձեռնարկը կանոնի, որը շատ շատ պրոֆեսիոնալ է պարզա, որ արված էր շատ պրոֆեսիոնալ, ընտրված ամեն դասարանի ծրագրով։ Նույն ձևով ես սկսեցի արդեն այդ տարիների ընթացքում ստեղծել գրքեր, ասեմ 90-ականների սկզբին, քանի որ այդ 80-ականներին, երբ որ այդ տեխնիկայի դասագիրքը ստեղծել էի, երբ որ ներկայացրեցի այդ մեթոդ կաբինետ մշակույթի նախարարության, շատ ուրախացան, շատ հիացան, այնտեղ ամեն ինչը բացատրվում է, ստեղծել էի առաջի քայլերից, առաջի դասարանի ծրագրից մինչև ազատ կատարման ծրագիր, այո, քայլերով, տարիներով, այո։ եւ էտյուդներ հատուկ, որոնք օգնեին այդ ամեն ինչը օգտագործելու այդ ինչ նորություններ որ կար։ Դա 84 թիվներ։ Ինձ ասեցին, վայ շատ լավ է, ամեն ինչ շատ լավ է, բայց սա տպագրենք 94 թվականին։ 1994, պատկերացնեք 1800 1984-ին դու 1994-ին նոր կտպագրվի։ Իհարկե ես չհամաձայնվեցի այդ ձևով, ասի դա 10 տարի, սա Այո, կարա հնանա, սրա վրա այո, պետք է ավելանա, արդեն շատ ուրիշ բան լինի, քանի որ մենք ունենք արդեն սա։ Եվ մի երկու տարի հետո ես ինքս բան արեցի, սկսեցի տպագրել։ Հմհմ, Ու դրա հետ միասին տարբեր փոխադրություններ, մշակումներ կանոնի համար ծրագրեր ստեղծել։ Այդ գրքերի տպագրություն շատ հետաքրքիր է եղել, քանի որ դա լրիվ առանձին թեմա է։ Ես ձեռագրով ենք ունեի մի հատ լավ ընկերուհի, կանոնահար էր ինքն էլ նորից, Անահիտ Հարությունյան, որը շատ տպագրի նման կարող էր գրել, գրել։ ձեռագիր գրել, բայց տպագրության նման։ Ու առաջի գիրքը ձևի եմ ստեղծել բանով հետո քսերոքս անելով դա տպագրել եմ, բաժանել դպրոցներին ու շատ մեծ հաջողություն ա ունեցել հենց առաջի գրքերից սկսած։ Ասեմ, որ մինչև հիմա այդ առաջի տպագրած գրքերս այն առաջի դասատուների մոտ գոյություն ունի կամ այդ տարիների Եվ սովորած գործածեն Դագամին։ աշակերտների Դագամին մոտ։ գործածեն Այո, բայց դպրոցում։ ես դրանից հետո, այո, Այո, եւ դրանից հետո իհարկե այդ տեխնիկայի զարգացման գիրքը 4 անգամ պետականորեն տպվեց ահա, եւ 3 անգամ այդ կանոնի հայկական դպրոց
երկու մասից ամեն մեկը 135 էջ եւ կանոնի ստեղծագործություններ, համերգային ստեղծագործություններ կանոնի համար, ընտիր երկեր, որտեղ ամբողջ դասական գործերներ, բանը քո հոգու երգը, այս գրքերի անուններն է, էլի, Այո, ու էլի մի քանի փոխադրություններ կանոնի համար է ձևի, տարբեր գրքեր, որոնք սկսած առաջի քայլերից, այդ կանոնի հայկական դպրոցը օրինակ առաջի քայլերից ոնց պետքա դաս իմջալոց այդտեղ ընդգրկված է համ դասատուի համար թե ինքը ոնց պետքա այո, առաջի դասերը տրվի ուղեկից տլա, այո, մեթոդիկան եւ աշակերտների համար առաջի քայլերը թե ինչից պետքա ինքը սկսի ու ձևով ամեն դասարան իր ծրագիր ունի եւ տարիների ընթացքում իհարկե որ տարբեր գործունեություն ունեցա դպրոցի ծրագիրն էլ ստեղծելու, ես եմ ստեղծել որտեղ տրված է թե ամեն դասարան ինչ ծրագիր պետքա ինչպես ու քանի ստեղծագործություն պետք է մինիմում նվագի, պետքա նվագի քննությունների ժամանակ տեխնիկական քննությանը եւ այլն ու այդ ամեն ինչը ունի իր գրականությունը որը հիմքը դնելով Խաչատուր Ավետիսյանը շարունակելով ես այո, հետագայում նաև մեր գոլեգաներից էլ եղան մարդիկ, որոնք սկսեցին գրքեր հրատարակել այս վերջի տարիները եւ ասեմ կոմպոզիտորներ էլ եղան, որոնք հետաքրվեցին այդ ամեն ինչը բերեց դրան, որ կոմպոզիտորներին էլ հետաքրեց մեր գործիքը ստեղծելու նոր նոր ստեղծագործություն։ ստեղծագործություններ։ Իսկ Ահա։ Դիգին Լեյլոյան, հայկական կանոնի մասին ուզեմ խոսել մի քիչ, որ դուք արդեն հատուկ ձևով հայկական կանոնը ստեղծեցիք, եւ ուզեմ գտնել առանձնահատկությունը հայկական կանոնին, մյուս ուրիշ երկիրներու կանոնները, ուրիշ Այո։ ազգերու ժողովուրդներու։ Ուրեմն ասեմ մի բան, որ 90-ականների սկզբին էր սենց ուղիղ եթերով հրավիրել էին ու ուղիղ եթերով ինձ հարց տվեցին կանոնը հայկական գործիք է թե ոչ այդ ես իհարկե հանկարծակի եկա չէի սպասում որ պետքա դրա մասին խոսենք ասեցի այո հայկականը քանի որ ունենալով ծովից ծով Հայաստան այդ մեծ տարածքները մենք ինչպես թողել ենք մեր տարածքները, թողել ենք նաև մեր մշակույթը, հետագայում այդ երկրներում, որտեղ ապրել են ուրիշ ազգեր, արաբական երկրներում եւ այլն մյուս Այո, երկրներում, արևելք։ արևելքում նաև ունեցել են մեր մշակույթից օգտվել են եւ այդ գործիքները իրենց մոտ էլ պահպանվել է որպես դարձել է ազգային գործիք բայց դե ամեն երկիր ամեն ազգ իր ձևով է օգտագործել ճիշտ է կանոնը հայկական ժողովրդական գործիքը բայց մեծ տարածում ունի ամբողջ արևելքում արաբական երկրներում եւ մնացած երկրներում բայց ամեն մեկը իր ձևով է Այո, նվագում հայկական կանոնը տարբերվում է դրանցից իր կատարման ձևով իր հնչողությամբ իր ծրագրով եւ շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում քանի որ տարբերվում է ոչ թե նույնն ենք անում ինչ որ իրենք եւ դա ապացուցվեց այսքան տարիների որ իմ կատարումները ամբողջ հայկական կանոնով է եւ հայկական ձևով կատարման ձևով նկարումներով։ տեխնիկայով դրա համար մեծ հետաքրքրություն է առաջացնում արաբական բոլոր երկրներում եւ մինչեւ հիմա այսքան տարիներ հրավիրում են որ Կդարեք։ բայց դիտեք ինչքան շատ արաբական երկրներում էլի շատ լավ երաժիշտներ կան, որոնք նվագում են կանոն, բայց մենք լրիվ նվագում ենք տարբեր ձևերով եւ տարբեր տեխնիկայով եւ հնչողությամբ Այո,
դրա համար պետք է կարողանաս դու պահես քո ազգային դեմքը այո, եւ զարգացնես անընդհատ, որպեսզի հետաքրությունը առաջացնի այս մեծ այս զարգացած տեխնիկայի գործիքը եւ ազգային այո։ երաժշտությունը հետարքի լինի տարբեր ազգերի համար։ Դիգի Լեյլոյան, այսօր մասնակետները ինչպես կրնան ժողովրդական նվագարաներուն նոր շունչ տալ, առանց կորսնցնելու արմատները։ Այդ մեկն ալ կարևոր է։ Իհարկե, իհարկե։ Պետք է միշտ ուրեմն պահպանելով այդ արմատները Այո, չպետք է աղավաղել երաժշտությունը, բայց կարողանաս զգալ ժամանակի պահանջը եւ ապագայի պահանջը։ ըհը, Եվ եթե չզարգացնես իսկապես այդ, չմտածես նոր ձևը, ինքը կհնանա։ այո, Մենք ոչ մեկս չենք մտածում 80-ական թվերի ձևով։ Հիմա մտածում ենք, ուղղված է հիմա մտածումները, զգում ենք, ծևերը, հա, կարողանում ենք այդ գործիքը համատեղել, օրինակ ես էլի տենց երևի զգում էի այդ ժամանակ էլի որ պետք է այդ էլեկտրոնի գործիքների հետ ես սկսեցի նվագել, ունեմ այդ բաները, նկարները, բան որ ֆիլհարմոնիայում աշխատած ժամանակ բենդ բենդի հետ էի բենդի հետ։ նվագում այն ժամանակ շատ ճանաչված էր Գյորգի Մինասյանի, եթե հիշում եք երգիչին, իր բենդի հետ սկսեցի առաջի համերգներին նվագել, իրենք մենք միասին բոլորս ֆիլհարմոնիայի սոլիստները, երբ որ համերգ էին ունենում, միասին նույն օրը ես իրեն բենդի հետ էի նվագում։ Ըհը, Բացի դրանից, հետո իհարկե շատ մեծ ձևով օգտագործեց Արա Գևորգյանը, որ էլեկտրոնի այո, գործերի էստրադային եւ սիմֆոնիկ օրկեստրի հետ կարողացավ այդ ժողովրդական գործիքները ներկայացնել։ Դա էլ էր նոր հնչողություն, հետարքիր, ռիթմիկ, ժամանակի պահանջներով ուզում եմ միած ժամկետները հիշել, դե ասեմ որ դե Արա Գևորգյանի հետ հենց իր առաջի քայլերից մենք միասին ենք եղել, իր բոլոր ստեղծագործությունները ես եմ նվագում, դեռ ինքը չէր ստեղծագործում, գործիքավորում էր, որ առաջի անգամ դիմեց ինձ, որ ես նվագեմ այդ ստեղծագործություններից ու հետագայում իհարկե ավելի զարգացրեց, արդեն տեղյակ եք, գիտեք Արա այո, Գևորգյանի ամբողջ եւ գործունեությունը եւ ծրագրերը, հրապարակները, ծրագիրները, այո, ճանաչումը, վկայակ է։ ամեն ինչը, հա։ Այնպես որ այդ ժամանակի հետ պետքա իհարկե Հայր պահել։ զարգացնես։ Հետո ես տարբեր ազգերի գործիքների հետ, ազգային գործիքների հետ նվագելը նորից հետաքրքրություն է առաջացնում եւ զարգացնում է։ Նայում ես մի հետարքիր բան, արդեն օգտագործում ես քո գործիքի վրա այդ կատարման ձևը եւ դա լինում է ժամանակի Նոր, նոր խոսքը, նորություն, այո։ նորությունը ու այդ ձևով շատ տարբեր Գործեր կարելի է ներկայացնել։ այո, հիմա էլ ունենք մենք դրանով չի վերջանում, որովհետև մենք էլ ենք, չէ, ժամանակի հետ ապրում ենք, մենք էլ ենք Այո, զարգանում, մեր մեջ էլ է առաջանում նոր ասելիքներ այդ այո, ասպարեզում քո մասնագիտության մեջ։ Իհարկե, եթե դա չանես, եթե չկարողանաս այդքանը անել, զգալ, համ երաժիշտը հետ կմնա, այո, արդեն հետաքրքրությունը կկորցնի, համ գործընթացը։ քո գործիքը, որը դու ներկայացնում ես։
Դիգին Լեյլոյան, աշխարհի ավելի քան 60 երկիրներու մեջ դուք ելույթ ունեցած եք ներկայացնելով հայկական կանոնը։ Կարելի է պատմել առանձնահատուկ համերգի մասին, որ մինչև այսօր ծեր վրա մեծ հետք ցկած է։ Այսինքն այսօր 60 երկիր, ավելի քան 60 երկիրներու մեջ համերգ դալը դուրին բան չէ, եւ օդարներու արչեւ, օդարներու ներկայացել, առանձնահատուկ բան ունիք համերգ, որ ծեր մտքի մեջն է։ Ա, Հա, կան, մի քանիսը կարող եմ ասել, բայց չգիտեմ հիմա Լեհաստանի համերգը ասեմ, թե Էմիրատ պալատի համերգը, որ ուրեմն ես նենց կուզեի հիմա բերեի ձեզ ցույց տայի այդ բուկլետները, իրանց տարբերությունները, ինձ զանգում են դրսից Հիբա Ալքավաս, միգուցե Ահա, դուք արդեն գիտեք, այո, իրեն Լիբանանի ձեր այժմի Լիբանանությունը, երաշտանոցի, պետական երաշտանոցի դնորենուհին, այո, Եվ բացի դրանից ինքը շատ մեծ գործունեություն էր անում ամբողջ արաբական աշխարհում եւ ճանաչված եւ ուներ իր կազմակերպությունը համերգային, բայց ես իրեն չէի ճանաչում։ Ու ինձ ասում են դուք կարող եք երկու բաժին համերգ նվագել, ասում եմ իհարկե կարող եմ։ Բանից պարզվում է, որ իրենք մինչև այդ հիմա անունը չեմ կարող էլի ասեմ, ձեր առաջվա կոնսերվատորիայի ղեկավարը Վալիդ հիբան Ղլմիյե, հա բարոն հիբան Վալիդ Ղլմիյե, այո, ահա հիբա երկուսին մեծ հարգանք ունեմ որպես եւ երաժիշտներ եւ օտար ազգի եւ այն որ իրանք գնահատել են ինձ եւ իմ ազգային երաժշտությունը իմ շատ մեծ գնահատականը Հիբային վստահել են 2010 թվին, որ պետքա Էմիրատ պալատում ինքը համերգ կազմակերպ, կազմակերպի այդ կոնսերվատորիայի տնորենը իրան խորհուրդը ասма յուրահատուկ մի երաժիշտ եմ ուզում հրավիրեմ պետքա Վադի Էլսաֆի Վադայ Սաֆի, այո, Լիբանանցի մեծ երաժիշտին, սա Եգիպտոսից ասեցին, որտեվ գրած այնտեղ Եգիպտոսից Վադայ Սաֆի, Լիբանանցի, Վադիմ Էլսաֆի Լիբանանցի է Վադայ Սաֆի, ահա երևի այդ Լեմի րոպե ես պետքա բանը նայեմ էլի այդ հարց գրքը չկա, նայեի հարց որ չկա, տեսնեի հա բայց չէ իսկ ինքը Եգիպտոսում չէր այդ ժամանակ ինքը Լիբանանցի քանի որ երաժիշտ է Վադայ Սաֆին, Լիբանանցի, հիմա չկա երկիչ այո, ճիշտ մահացած է է, այո, մահացած է, հա, հենց այդ ժամանակ իրեն համերգն է դրվում ու ինձ հրավիրում են որպես հյուր։ Այդ բանը սիմֆոնիկ օրկեստրի հետ պետքա նվագեմ, այդ ամեն ինչը ծրագիրը տպված արդեն։ այո, Հետո ես այդ ամեն ինչը հետո եմ տեսնում, որ դա տպած է, իրանք արդեն որոշել են։ Ինձ բանը հրավիրում են որպես հետարքիր հյուր այդ բանի համերգին հետո ինքը որ լսում է իմ կատարումը ասում է ես իմ օրը նվիրում եմ այս հայ կանոնահարուհուն ու այդ բուկլետը որ արդեն տպված էր ամբողջությամբ դա դնում են մի կողմ դրա համար ինձ զանգում հարցնում են ես երկու բաժին կարող եմ նվագել թե չէ համերգա ես ասում եմ իհարկե կարող եմ ասում են գործերն եմ ուղարկում իմ կամերային անսամբլի հետ եւ ուղարկում եմ իրանք շատ հավանում են ու այդ օրը որ տրված էր իրեն, Վադիմ Սաֆին իրեն տալիս են ինձ նորից տպվում է այդ բուկլետը ավելի մեծ չափով ես կուզեի այդ ամեն ինչը ցույց տալ որ ավելի པարզ լիներ ինչի մասին եմ խոսում
ու ես գնում եմ այդ համերգին Էմիրատ պալատում 2010 թվականի ապրիլի 3-ին։ Կայանում է իմ համերգը իմ կամերային անսամբլի հետ։ Մեծ հատկանշական օր ցեզի համար այդ Շատ, օրը։ ասեմ շատ, որովհետև ինձ գնահատում են ոչ թե իմ այդ ժամանակ ոչ թե իմ երկրում մենակ փաստորեն, այլ օտար ազգը։ Այո, այո։ Ու ես ներկայացնում եմ եւ հայկական երաժշտությունը, Արամ Խաչատրյան, Սայաթ-Նովա, Սպենդիարյան եւ այլն եւ դասական Արամեն երաժշտություն, հասական, այո։ Իսկ դասական երաժշտություն։ իսկ ինչ բան ուրախացնեց ձեզի փեմի վրա Նիգին Լեյլոյան։ Ինչն է ուրախացնում, երբ գնահատում են իմ կատարումները, ընդունելությունը, Իսկ ժողովրդի ընդունելությունը, դա ամենամեծ գնահատականն է ամեն երաժշտի, ամեն արվեստագետին, երբ որ իր աշխատանքը գկնահատվի։ աշխատանքը գնահատվում է։ Իսկ ինչպես կվերապերիք դուք կանոնի թակուհի Դիդղոսին եւ այլ մրցանակներուն հետ անշուշտ։ Ինչ ավելի կարևոր գտասեք։ Այլ այսինքն այդ անունը թակուհի կանոնի թակուհի մնալը այդ անունը կամ այլ մեդալներ շահելը ինչ ավելի կարևոր։ Ես Շոգյան, ես ասեմ, որ այդ անունը տվել են հենց դրսից, բայց ես երբեք դրանցով չեմ ոգևորվել, որ ասեմ, ինձ էս բանը ասել են, սենց են ասել, չէ։ Ուրախ եմ, որ տենց տպավորություն է ստեղծվել, բայց ինքս դրանով չեմ դա միայն պատասխանատվություն է, այդ ամեն մեդալը, ամեն անվանումը, երբ որ քո հասցեին կարող են այդ ձևի մեծ անուն քեզ տալ, դա պատասխանատվություն է, բայց որ ասեմ ես դրանով ապրել եմ, որ հպարտացել եմ կամ բան, ինձ համար շատ հանգիստ եմ ընդունել, չգիտեմ։ Իսկ դուք Տիգին Լեյլոյան դասնյակ դարիներ սերունդներ գրթեցիք։ Ձեր ուսանողներուն համար եղաք թե ուսուցիչ եւ թե մայր։ Երաժշտութենեն անտին ինչն է այն կարևոր արժեքը զոր կփոխանցեք ձեր ուսանողներուն։ Առաջինը, որ արվեստագետը պետքա ունենա ամեն մարդ չի, որ արվեստագետ կարող է լինել, էլի, ճիշտ է, այդ մասնագիտություն կարա ընդունի որպես երաժիշտ, նկարիչ, չգիտեմ, երգիչ, ես ինչ, բայց իր մեջ պետքա մաքրություն լինի, հոգում, անկեղծություն լինի, մաքուր պետքա լինի մարդու զգացողությունը, որովհետև ինքը արվեստ է ներկայացնում, իսկ արվեստը մենակ կարող է անկեղծ լինել ու գնահատվել, երբ որ դու մաքուր սրտով ես Բարի դա հոգի ունենաս։ Եթե քո մեջ լինի նախանձություն, քո մեջ լինի չարություն, այդ քո երաժշտության հետ, քո կատարումների հետ, քո նկարի հետ, քո գույների հետ, քո երգի ձայնի հետ դուրս Չէ կգա։ համապատասխաներ, այո, Այո։ այո։ Իսկ Դե համար արվեստը հոգու ճիճն է, չէ։ այո, Հոգուց եկող բան է։ Եթե հոգիդ մաքուր չլինի, քո արվեստը մաքուր չի կարող լինել, զուլալ չի կարող լինել։ Իսկ ինչ ես տալիս եմ լինեն մարդ, լավ մարդ, մարդկային դեմք ունենան, այդ չարությունը իրանց մեջ չլինի, որովհետև բարությունն ու սերն է, որ աշխարհը կարող է պահի։ Տեսնում եք հիմա ամբողջան չարություն է սփռված։ Դրա համար աշխարհը sense խառը վիճակում է։ այո, շատ Ես տենց եմ զգում, որ եթե մարդկությունը կարողանար ճիշտ ուղով տաներ, այսքան չարություն չէր լինի, այսքան պատերազմներ չէր լինի,
լինի, որ բոլորիս ամեն օրը մենք ուզում ենք ապրենք գեղեցիկ, բայց չի ստացվում, որովհետև երբ որ լսում ես բաց ինֆորմացիաներ տարբեր տեղերից, այդ ամեն ինչը ազդում է քո վրա, Այո, շատ շատ է ազդում։ իսկ Եվ դրա հետ միասին իհարկե ուսանողները բոլորը մի ձևով չեն կարող լինել, կան շատ լավագույնները Աստծո տված շնորհքով, ամեն ինչ անում ես, որ այդ դառնա հետագայում շատ լավ մասնագետ, շարունակի քո գործը, քանի որ եթե քո գործը շարունակող չլինի, քո արածը կորելու է գնա։ Դրա համար պետքա լինեն լավագույնները, ու որ իրենց տեղը գտնեն եւ շարունակեն քո այն գործը, որը դու ամբողջ կյանքդ նվիրել ես դրան։ այո, շարունակողներ, ձեր գործը շարունակող ժառանգողներ պետք է լան։ Ով կգարձեք, որ պիտի ժառանգի։ Իհարկե, Եթե ում համար ես այդքան գիրքը ստեղծել, ձայնագրությունները ստեղծել ես, որ վաղը միսօր շարունակվի, չէ՞ դա, ապրի, Այո, որ հետաքրությունը լինի, մնա, ու ինքն էլ կարողանա զարգացնել, ու այո։ քո ոնց որ ասած քո դպրոցը, քո շկոլան կարողանա շարունակվի, Իսկ քո ազգային երաժշտությունը։ այսօրվան մեր երիտասարդները որքանով հետաքրքրված են հայկական ժողովրդական գործիքներով, մանավանդ կանոնով։ Ես կասեի, որ բավականին հետաքրքրված են Հայաստանի նման երկրում, որտեղ միլիոններով մարդիկ չեն ապրում, ոնց որ մի քաղաքում, օրինակ Այո, Թեհրանում 16 միլիոն է ապրում, չգիտեմ, մյուս պետությունում մի քաղաքում 8 միլիոն է ապրում, բայց մեր փոքր հայրենիքում, այսպես ասած, այս չափանիշների մեջ բավականին հետաքրքրություն կա եւ դա գալիս է նրանից, որ մասնագետները ոնց են կարողացել ներկայացնել, պահել ու այո, փոխանցել այդ գործիքի հետաքրքրությունը, զարգացումը, դա է օգնում, որպեսզի հետաքրքրություն լինի։ Դիգի Լեյլոյան, այսքան մեծ փեմեր, հաջողություններ եւ շատ գեղեցիկ ընտանիք։ Ինչպես կարողացաք հավասարակշռել ձեր երաժշտական եւ ընտանեկան կյանքը։ Շորջան, ինձ թվում է, եթե ես միայն զբաղվեի համերգներով ու դասավանդմամբ ու չստեղծեի, չունենայի իմ ընտանիքը, երեխաները, կիսատ կլիներ իմ այդ արած աշխատանքը։ Եվ եթե մենակ զբաղվեի ընտանիք ստեղծելով եւ չունենայի արվեստը իմ կյանքում, նա էլ կիսատ կլիներ։ Այո, Երկուսը իրար լրացուցիչ, շարունակողներն իրար են, լրացուցիչ, ամփոփ։ լրացնողներն են, այո, Այո։ Իսկ որտեղ երբ որ այո, դրա համար պետքա արվեստագետի կյանքը լիքը լինի եւ ընտանեկան սիրով եւ արվեստի սիրով։ իսկ երբ վերադառնաք մեծ համերգեմը դում, գմնաք նույն արվեստագետը կամ գտարնաք այս թերերնից կփոխվի եւ գտարնաք մայր եւ գին եւ դակավին կամ երաժշտությամբ գմնաք նույն մտնորորդի մեջ։ Ես ոնց ասեմ դա, որ երբ որ ես բեմի կամ գնում եմ աշխատանքի դասավանդման, ես լինում եմ այն արվեստագետը, որը ունի տալիք, անելիք, աշխատանք, լինում եմ այդ մարդը, բայց երբ որ ես գալիս եմ տուն, ես տանը չեմ կարող ժողովրդական արտիստ խաղալ կամ պրոֆեսոր խաղալ։ Ես տանը իմ անելիքները ունեմ իմ ընտանիքի համար, Այո, իմ տունը պետքա շատ մաքուր լինի, սնունդը պետքա ճիշտ լինի, տան ամեն ինչը պատրաստ լինի, մեկը մյուսին չպետքա խանգարի։ այո։ Ես եթե տանը պրոֆեսորություն անեմ իմ երեխեքը, դե ցավոք սրտի հիմա իմ ամուսինը չկա, բայց այդ ամեն ինչ է ջերմությունը այդ ընտանիքը չէր կարա Գոյադևել։
գոյատևել, այո։ Այո, Հետո այդ մարդիկ ինչ մեղավոր են, որ ես ժողովրդական արտիստ եմ, վաստակավոր արտիստ եմ, պրոֆեսոր եմ։ Ես այդ տան այդ երեխեքի մայրն մայրն է, եմ։ այո։ Իսկ Տանք իմն եմ։ ինչ բան չեք սիրել Տիկին Հասմիկ Լեյլոյան մարդկային հարաբերություններում մեջ։ Ոյ, ամենաշատը չեմ սիրում խաբեբայությունը, ստախոսությունը, դավաճանությունը, որ այդ ստախոսություն խաբեբայ ամեն Այո, ինչը դրանից է գալիս, ապերախտությունը, այդ դրանք չեմ սիրում, որովհետև այդ տիպի մարդիկ ամեն վատ բանի պատրաստ մարդիկ են։ այո, Մարդ պետքա կարողանա գնահատել այո, ազնիվը, ճիշտը, լավը եւ ինքը, երբ որ մեկին լավ բան ես անում, ինքը պետքա պատասխանատվություն զգա, ա, որ ա, լավը լինի, որովհետեւ իրան վստահել են։ այո, Բայց եթե այդ մարդուն դու անում ես ու ինքը իրան սխալը պահում, հակառակ ձևով վարվում, քեզ կարողանում ոնց ասեմ պատասխանել կամ այդ ժամանակ չես կարող ոչ մի այո։ Իսկ կյանքի մեջ որ արժեքն է Տիկին լավ Լեյլոյան։ բան ինչը Այո, պիտի ասեմ, կյանքի մեջ որ արժեքն է, որ երբեք չեք զոհեր հաջողության համար։ որ արժեքն է որ չեմ զոհի հաջողության Հաջողության համար համար։ չգիտեմ ճիշտ ասած լավ չեմ հասկանում ինչ բանով էլի ինչ Այսինքն միտքը կյանքի մեջ լրիվ մեծ չեմ արժեքներ կան, պատկերացնում միտքը մեծ արժեքներ կան կյանքի մեջ, որ դուք անով գարաչնորթվիք։ Հիմա երբեմն հաջողության հասնելու համար երբեմն մեկ կարիք կունենանք կան անոնց մեկ երկու հատկոն է զոհել, որբեսի այդ հաջողության դիրանանք, բայց դուք ինչ ունիք, ինչ բան բնավ չեք զոհեր, որբեսի հաջողեիք։ ես ճիշտ ասած Այսինքն դերևս կրնա երբեք երբեք Ամերիկան, այո, հրամետ։ երբեք չեմ ուրիշի հաշվին ոնց որ ասած ուրիշի վնաս տալով Այո, չեմ անի ոչ մի բան շատ ճիշտ։ որովհետև ես հարամ բան չեմ սիրում ամեն ինչ պետք է հալալ լինի ու երբ որ դու ճիշտ ես ու հալալ ես պարզ ես, մաքուր ես, ինստինքտիվ էլ է լինում այն քո ուզած բաները։ Դու էլ չես իմանում ոնց ստացվեց դա։ Այ դա իմ կարծիքով, այն ինչ որ ես իմ կյանքում զգացել եմ, դա երևի տիեզերքից Աստծուց տված է լինում։ Այո, Պետք չի որ դու ընկնես, դու արա քո անելիքը, դու եղի մաքուր, դու եղի ճիշտ, քո խղճի ու քո հանդեպ mhm, այ երբ որ ես մի հատ առաջներում այդպես խոսք ունեի, ասում էի մարդ որ իրան հայելու մեջ նայում, պետքա չամաչի ինքի իրանից։ Այ եթե դու կարողանաս ինքդ քեզանից չամաչել, դու ամեն ինչ կլինի շատ լավ, ճիշտ։ այո։ Իսկ ձեր կյանքի մեջ գա չկատարված երազմը, որ դակավին կսպասե իր ժամանակին։ Դե ընդհանրապես ես միշտ երազող, բայց ոչ թե երազանքով ապրող, այլ ինչ որ երազել եմ, ինչ որ ուզել եմ, ինքս Արդեն կատարած եք։ չէ, կա բան եմ արել, իրագործել եմ։ Mhm, Բայց այո, իհարկե բաներ կար, որ ես կուզեի անել, բայց ինչ որ պայմաններ ա խանգարել ժամանակի, օրինակ շատ բաներ կար, որ այս
մի քանի տարվա COVID-ը խանգարեց, չգիտեմ, պատերազմները տարբեր երկրներում խառնաշփոթը եւ այլն, այդ ամեն ինչը ոնց որ խանգարեց լինելուն, բայց ունեմ իմ էլի երազանքները, Հուսանք շուտով իրագործեք Տիկին Լեյլոյան։ դա Աստված, որտեվ իմ երազանքները բոլորը ոնց ասեմ, Ստեղծագործական կյանքի ստեղծագործական, մարդկային, զգացմունքային բաներն են, որը ուզում ես, որ քո այդ երազանքներով գիտես, որ քո երազանքները կարող է ուրիշներին էլ ուրախացնել, այո, հաճելի լինել այդ ամեն ինչը, դրա համար կուզեմ, որ իրագործվի։ այո։ Տիկին Լեյլոյան, մենք այսօր շատ ուրախ ենք։ Մեր բավական մեր հարցարանը բավական երկար էր, դերևս հոգնեցուցինք ձեզի, բայց շատ ուրախ ենք, որ Սիրով, շատ սիրով։ այդից եղաք մեր հայդակրին, հարստացուցիք դիմանագար հայդակիրի մեր հաղորդաշարը, շատ ուրախ ենք, որ ընթարաչեցիք։ Լիբանանահայ եւ աշխարհի դարբեր երկիրներուն պիտի դիտեն այս մեր զրույցը եւ ավելի մոդեն պիտի ծանոթանան ձեզի, որուն համար մենք շատ ուրախ ենք, որ այդ արիթը պիտի տանք բոլորին։ Նախ շնորհակալություն ձեզի, որ դուք ընթարաչեցիք։ Եթե ունիք խոսքը փոխանցելիք ձեր ունգընտիրներուն, ձեր երկրպագուներուն կամ լիբանանահայ ժողովրդին, լիբանանահայության հրամեցեք։ Ես կուզեմ առաջի հերթին շնորհակալություն հայտնել բոլոր հայությանը, սփյուռքի հայությանը, որովհետև ես միշտ հիացել եմ ամեն երկրում լինելով ձեր արած մեծ աշխատանքի համար։ Այն ինչ որ դուք պահպանել եք ու ներկայացնում եք ու տարբեր երկրներում կարողացել եք ցույց տալ հայ մարդու արվեստը, հայ մարդու կերպարը, դա շատ մեծ գործ է, դա մենակ նա չի, որ մենք Հայաստանում ենք դա արել, դուք ավելի մեծ գործ եք անում ամբողջ սփյուռքայությունը, ես միշտ հիացել եմ իրանց բոլորով, սկսած Կանադայից, Ամերիկայից, մինչև Ավստրալիա, արաբական երկրներով, Բեյրութում, որ եղել եմ, որ մինչ այլոց չասեցի դրա մասին, որ Բեյրութում էլ մենահամերգը երբ որ եղավ, շատ հետաքրքրված էին հենց տեղացիները, որ ներկա են եղել, բայց այդ ամեն ինչը ի շնորհիվ իմ սփյուռքահայությանը, որովհետև իրանց հարգելով ու ճանաչելով են գալիս քեզ լսում, որպես Հայաստանից եկած երաժիշտի։ Դրա համար առաջի հերթին ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ ձեր մեծ աշխատանքի համար։ Ինչներ հարցը մի հատ կհիշացնեք, Շողջան։ Պարզապես կուզեի ձեր սրտի խոսքը ուղեք։ Հա, խնդրանք ունեմ, օրինակ տարիներ առաջ, երբ որ սփյուռքահայությունը հրավիրում էր Հայաստանից արվեստագետների, դա արվում էր շատ ներկայացնում էր հայ արվեստը, շատ գեղեցիկ ձևով, իսկապես արվեստ էր ներկայացում։ Այս վերջի տարիները փոխվեց ձևը, ես դա շատ որ հայ արվեստը դարձավ միայն փարթիների այդ խնջույքների համար, հրավիրվում է երգիչ երգչուհիներ, միայն այդ անպայման պետքա սեղանների շուրջը նստած, ինչ որ բանով անցկացվի համերգները ու համարեն, որ դա Հայկական արվեստն է։ հայկական արվեստն է ու իրար հետ շփվեցին արվեստով։ Չգիտեմ ես ճիշտ կարողացա հասկացնել իմ ասածը, բայց դա ցավալի է, որովհետև հայ արվեստը
ավելի խորն է, քան այդ սեղանի շուրջը նստած ուտելուց, երգ լսելուց կամ վերկենալ ապրելուց, դա արդեն այն չի, ինչ որ պետքա ներկայացվի կամ պահպանվի հայ այն իսկական արվեստը։ Այո, Բայց ընդունում եմ, որ դա էլ է հետարքիր, որ դա էլ կարելի է անել։ Բոլորս էլ սիրում են գնալ ռեստորանում, երգել, ապրելով, ուտել, խմելով, անցկացնել, բայց դա այդ համերգ չի, այդ դա այն շփումը չի արվեստի, հայ արվեստի հետ, ինչ որ այո, պետքա լինի։ Դրա համար շատ կուզեմ, որ տարբերեն եւ կազմակերպեն համերգ բեմով եւ փարթիներ ուտել խմելով, այո, հայ երկուքն էլ երաժշտություն համատեղ, լսելով։ երկուքն էլ համատեղ։ Ա, Դա այնպես որ պետքա կուզեմ որ իսկապես որովհետև արվեստագետը ինչ որ կարող է բեմից ցույց տալ, այդ փարթիների ժամանակ չի Չի կարող կարող տեսնել, ներկայացնել այո, այո, ու արդեն դառնում է հայկական արվեստը ուրիշ մակարդակի, ուրիշ որակի։ այո։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Լավ, Ես շնորհակալ ենք ուրեմն, կուզեի, որ ա, նույն ձևով ոնց որ շար, տարիներ առաջ առաջ գլար, ընդունվել է եւ ներկայացվել է ու ինչա բանը հայ արվեստը այդ ձևով հիմիկվա սփյուռքահայությունը կարողանա նույն ձևով անել։ լավ, շնորհակալ ենք դարձյալ դգին Հասմիկ Լեյլոյան այս գեղեցիկ առիթին համար։ Հուսամ անցամ ցեզ գհյուրընկալենք Լիբանան վանացանի ստուդիոները, երբ որ ներկա գտնվիկ Լիբանան համերգով, մեզի համար մեծ ուրախություն պիտի ելլա։ Սիրով ամեն հանդիպումը մեծ ուրախությունը, երջանկությունը Այո, նաև ամեն արվեստագետի համար, երբ որ հանդիպում է իր ազգակիցներին, այսպես ասած, իր ազգին տարբեր երկրներում։ այո, շատ լավ, Ես ուրեմն էլ հարգելի շնորհակալ եմ ունկնդիրներ, ձեզանից։ այո, հարգելի ունկնդիրներ, այսպիսով գփագենք մեր հետաքրքրական հանդիպումը։ Թիմանագար հայդակրի փեմը այսօր բադիվը ունեցավ հյուրընկալելու Հայաստանի Հանրապետության ժողովրդական եւ վաստակաշատ արվեստագետ կանոնի ցակուհի Հասմիկ Լեյլոյանը։ Թող իր հետ զրույցը ոգեշնչում դառնա յուրաքանչյուրիդ։ Շնորհակալություն ցայնը հաղորդավարին, ցեզի հետեր Շողիկ Թորոսյանը։ Մեր հաջորդ հանդիպումը առաջիկա շորեքշաբթի ծանոթանալու է բացահայտելու նոր անձնավորությունը եւ անոր հաջողության գաղտնիքները։ Ցտեսություն։